Ապարանի հերոսամարտի 98-ամյակի միջոցառումները սկսվել են վաղ առավոտից ու շարունակվում ամբողջ օրը։ Ապարանցիներին տոնի առթիվ շնորհավորելու են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ ու մտավորականներ։ Հրապարակում նրանք ծաղիկներ դրեցին Սեդրակ Ջալալյանի ու Դրոյ Կիսանդրիներին։ Վերածննդի համալիր տանող ճանապարհը միջոցառման մասնակիցները անցնում են քայլերթով, հայրենասիրական երգերով ու կոչերով։ Սահմանապահ զորքերից հետո ապագա զինվորներն են անցնում։ Պայմանագրային Ղազարյանն առանձնակի հպարտությամբ է բռնել եռագույնը։ Նրա պապի եղբայրը Դրոյի զինվորներից է եղել։ Այսօր մենք էլ ենք Դրոյի զինվորները, միշտ իր ճանապարհով պետք է գնանք։ Ապարանում տոնն ամենուր է, փողոցներում, պատշգամբներում։ Հենց այստեղ վերածնունդ հուշահամալիրի տեղում անզեն բնակիչները 1918-ին մի քանի օր պայքարեցին թշնամու դեմ ու չթողեցին մեկ քայլ առաջ գալ։ Ապարանցիները հիշեցին նաև քարորիայի զոհերին, կատարվեց եկեղեցական կարգ նրանց հոգիների հանգստության համար։ Հայրենասիրությունը խոնարհում է նահատակների առաջ, դա միայն զգացմունք չէ, դա միայն ցանկություն չէ, դա պատասխանատվություն է հենց այդ նույն նահատակների առաջ։ Քյարամ Սլոյանի տատը խոնարհվեց եզդի եւ հայ նահատակների առջև եւ սեփական թորան օրինակով վստահեցրեց. այսօրվա զինվորն անպարտելի է։ Եզդի ազգը, որ թուրքական յաթաղանից կտրված, փախած, մազապուրած ապրում է Հայաստանի հողում եւ սրբության պայքարում հայոց հողը ինչպես կպաշտպաներ իր մորը։ 98 տարի առաջ թուրքը ոտք դրեց ապարանցու հողին, մեկ էլ այսօր, բայց արդեն բեմադրված։ Երկու դեպքում էլ հետ շպրտվեց։ Արման Մալխասյան, ժամը լրատվական։